Պարոն Կոստանյան, Թուրքիայի երկրորդացի կարող եք ասել, առասարակ շատ քիչ տեղեկատվություն հավաքվեց հանդիպման մասին, որքանով է գրական համալիրում այդ հանդիպումը, արդյոք պայմանավորվածությունը շոշափելի ձեռք են բերվել նաև երրորդ երկրների քաղաքացիների համար, որը նախապես ձեռքբերված է Կրակովյան։ Շնորհակալություն հարցի համար։ Ընդհանուր առմամբ կարելի է գնահատել, որ այցը բավական դրական մթնոլորտում էր անցել, ինչպես արդեն հրապարակված մամուլի հայտարարությունից վստահաբար ծանոթացել եք, քննարկվել են թե Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների, թե տարածաշրջանային, հարավային Կովկասի եւ ավելի լայն մերձավոր արևելքի տարածաշրջանի վերաբերող հարցեր արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են, ինչ վերաբերվում է մերձավոր արևելը, ինչ վերաբերվում է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա ընդգծում եմ երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունը ուժի մեջ է, ամեն դեպքում այս ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք, թուրքական կողմի դիրքորոշումը կարծում եմ ծանոթ է բոլորին։ Չի համապատասխանում իրականություն։ Չի համապատասխանում իրականություն։ Իսկ կարող եք շարքերները որոշակի բացել, ասեք մասնավորապես որ հարցերն են, որոնք հայ-ադրբեջանական հարաբերություններին են վերաբերում, որ քննարկվել են։ Ընդհանուր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաստաթղթի եւ տրանսպորտային կոմունիկացիաների վերաբերյալ։ Պայմանագիրներով կապված նախադրյալներ կան, այսինքն որը երաշխավորվել է Էրդողանի կողմից կամ որ ինքը Ես կարծում եմ բավարար պատասխանեցի այդ հարցին։ Պարոն Կոստանյան, իսկ դուք ասում եք տարածաշրջանային պայմանագիրը կնքելու հետ կապված գործընկերը Էրդողանը, որը ստանձնել է այդ պարտավորությունը, որ ինքը պետք է երաշխավորել։ Առաջարկում եմ գործընկերն էլ հարց տա, հետո կվերադառնանք հարցին, խնդիր չկա։ Պարոն Կոստանյան, տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջապատման մասին ասացիք, որ հարցը օրակարգում եղել է։ Վարչապետը նաև թուրքական հայ համայնքի հետ հանդիպման, Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ասում էր, որ կներկայացի խաղաղության խաչմերուկը եւ դրանից հետո ինքը արդեն կկարողանա ասել, թե ինչպիսին է դրա վերաբերյալ Թուրքիայի նախագահի եւ Թուրքիայի դիրքորոշումը։ Ինչպիսին էր դիրքորոշումը, ինչ դիրքորոշում արտահայտեց Թուրքիայի նախագահը խաղաղության խաչմերուկի վերաբերյալ, արդյոք թուրքական կողմի համար ընդունելի են 4 հայտնի սկզբունքներով ապաշրջափակման Հայաստանի մոտեցումը։ Կարծում եմ երկու կողմերի համար, թե Հայաստանի եւ Թուրքիայի համար արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, այդ թվում երկաթուղու, այլ հաղորդակցության ուղիների վերաբերյալ բավականին մեծ կարևորություն ունի, գիտեք, գաղտնիք չէ Թուրքիան ձգտում է դեպի կենտրոնական Ասիա, իր կապուղիները ավելի բարելավել Հայաստանի համար, որպես դեպի ելք ծով չունեցող պետություն, ուղղակի կենսական անհրաժեշտություն է ունենալ բաց սահմաններ եւ վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ պրակտիկորեն մեր 3 կամ եթե ոչ կուզեք ասել 3.5 սահմանները փակ էին կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Խաղաղության խաչմերուկ հայեցակարգը բնականաբար ներկայացվեց, ըստ էության կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը կառուցողական է մոտենում իր առաջարկներով կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ Թուրքիայի դիրքորոշումը ոնց է, պարոն Կոստանյան, Թուրքիան ողջունեց ընդունելի է Թուրքիայի համար տրանսպորտային ապաշրջափակման մոդելը խաղաղության խաչմերուկը։ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում մեր Թուրքիայի գործընկերների կողմից։ Այդ ճանապարհի հետ կապված իրենք շարունակում են պնդել, որ պետք է անարգել։ Իսկ դուք իրենցից նման պնդում լսել եք։ Ես չեմ լսել։ Բայրամովն է այդ մասին խոսում եւ Նոր Թուրքիայի գործընկերների մասին ենք խոսում։ այսինքն տարբեր դիրքորոշում ունեն Թուրքիայի գործընկերները։ Պատասխանեցի ձեր հարցը։ Իսկ խաղաղության պայմանագրի հետ կապված ինչ գրական շարժ կարող է։ Վերջին քննարկումը, որի մասին բոլորդ վստահաբար տեղյակ եք, երկու երկրների ղեկավարների միջև Տիրանայում տեղի ունեցած հանդիպումն է, կարծում ենք, որ մոտակա ապագայում հնարավոր կլինի նոր քննարկումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Ունքային մնալ, որ անարգելը
առաջարժ չի կարող տեղի ունենալ ադրբեջանցիների կողմից այդ ճանապարհը պետք է վերահսկվի Հայաստան։ Հայաստանի համար շարունակում է սկզբունքային լինել, որ կոմունիկացիաները պիտի գտնվեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո եւ պիտի պաշտպանվի Հայաստանի սուվերենությունը այդ ճանապարհների նկատմամբ։ Թուրքիան կողմ է, որ այդ ձեր նշած սկզբունքներով փոխադարձության սկզբունքով բացվեն ճանապարհները։ Կարծում եմ արդեն նշեցի, որ թուրքական կողմի համար ընկալելի ըմբռնելի են հայկական կողմի դիրքորոշումները։ Պատրաստ է այդ հարցում օրինակ փորձել Ադրբեջանի ևս բերել կառուցողական դաշտ։ Ես կարծում եմ դա թուրքական կողմի կենսական շահերից է նաև բխում կոմունիկացիաների բացումը մեր տարածաշրջանում։ Ցույց կտա այդպիսի նախաձեռնողականություն, ստացել եք այդպիսի ազդակ, որ այդ հարցում, որ առանցքային հարց է Երևանի եւ Բաքվի միջեւ, Թուրքիան կփորձի նաև ինքը Բաքվին նպաստել, որ կա կառուցողական դաշտ, եթե այդ համար ընկալելի են Հայաստանի մոտեցումները։ Առաջարկում եմ այդ հարցը ուղղել փորձագետներին, որտեղ կանխատեսումներով զբաղվել մի քիչ աշխատանքներից չի։ Ընդհանուր առմամբ ասում եմ, որ մենք դրական ենք գնահատում քննարկումները, որոնք տեղի են ունեցել թուրքական կողմի եւ վարչապետ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջեւ։ Պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել հայ-թուրքական կարգավորման գործընթացում մինչ այժմ։ Մենք հույս ունենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, դրանք կյանքի կկոչվեն եւ դրա մասին թե փակ հանդիպման ժամանակ, թե նաեւ վստահաբար հանրային կերպով մշտապես մեր դիրքորոշումը արտահայտում այս բան ժամկետների մասին ոչինչ չեմ կարող ասել։ Ես չէի գնահատի։ Ես գործընթացը փակուղային չէի գնահատի, որովհետև փակուղային գնահատականի համար առնվազն անհրաժեշտ է նախադրյալ, որ քննարկումներ չկան, իսկ քննարկումներ թե Հայաստանի, թե Թուրքիայի եւ թե Ադրբեջանի հետ քննարկվում են։ Արձանագրեց, որ թուրքական կողմը Ադրբեջանի պատկերացրած Զանգեզուրի միջանցքի հարցում եւս նույն դիրքով չի հանդես գալիս, այսինքն թուրքական կողմը Զանգեզուրի միջանցքի հետ պատկերացրած ադրբեջանական կողմը պատկերացրած Զանգեզուրի միջանցքի հարցում չի աջակցում Ադրբեջանին եւ ինքը այդ օրակարգը չի սպասարկում։ Մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որ կոմունիկացիաները պիտի անցնեն Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո որևէ կերպ փոփոխման չի ենթարկվել, չնայած այն բոլոր շարժումներին, որ այցից առաջ եւ այցից հետո մամուլում տեղ են գտել։ Իսկ ինչ բացատրություն ունեք, որ ժամանակ առ ժամանակ այս հարցը փակում է իրենց կողմից, եւ հետո ժամանակ առ ժամանակ իրենք հենց անգամ բացում են։ Օրինակ, որ պետք չէ ճանապարհը մենք Իրանից ճանապարհ կստանանք, կամուրջ են կառուցում, հետո նորից խոսվեց Զանգեզուրի միջանցքի մասին։ Ունեք բացատրություն։ Ենթադրաբար կոմունիկացիաների բացումը հավասարապես կարևոր է թե մեր հարևանների համար։ Պարոն Խոստանյան, չեմ պատասխանել Հայաստանի առաջարկներին, գրավոր առաջարկներին, որ ուղարկվել էր ապաշրջափակման հարցով։ Այս մասին երբ լինի նորություն, վստահաբար հանրությունը կտեղեկացվի դրա մասին։ Ադրբեջանական այս ֆայլին ինչ ուղղում են։ Հույս ունենք, որ մոտ ապագայում կշարունակվեն այդ բանակցությունները։ Այսինքն այս ֆայլին չկա քննարկում Բաքվի հետ համաձայնությունից հետո այս ֆայլի գործընթացը չկա։ Գործընթացի համար հանդիպում է անհրաժեշտ, հույս ունենք, որ կլինի հանդիպում այդպես։ Այդ մասով ինչ որ քննարկում են։ Հայկական կողմը դրական է տրամադրված եւ հաշվի առնելով, որ մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, մենք կողմ կլինենք նման հանդիպման անցկացման։ Պատասխանեցի ձեր հարցին։ Հավելյալ առաջարկները, պահանջները, որ իրենք անընդհատ ներկայացնում են մամուլով հրապարակումի տեսքով, հայտարարությունի տեսքով, բանակցային գործընթացում իրենք բերում են այդ հարցերը որպես օրակարգ։ Հարցին բազմիցս պատասխանել։ Իսկ երեկվա հայտարարությանը ինչպես գնահատել եք այևի երեկվա հայտարարությունը այս բանակցությունների զուգահեռ ասում է Հայաստանը ռազմական հանցագործ պետություն է Խոստանյան։ Սրան Հայաստանի արտգործնախարարության արձագանքը ինչպիսին է։ Վստահաբար նման հայտարարությունները չեն օգնում, որպեսզի կառուցողական եւ փոխըմբռնման մթնոլորտ ձևավորվի հետագա քննարկումների համար եւ հույս ունենք, որ նման հայտարարություններ ապագայում չեն հնչի։